ներկայացնում ենք մեր հաղորդման գլխավոր փուլը։ Նպատակը նա է, որպեսզի We Ղուկասյան Brothers հաղորդման շրջանակներում մենք կարողանանք բարեգործական ծրագրեր իրականացնենք, կատարվեն նվիրվածության թեկուզ փոքր քայլեր Հայաստանի մարզաշխարհին։ Այս անգամ Նորթ Հոլիվուդում կուղևորվենք Հակոբ Խաչիկյանենց առանձնատուն։ Հնարավորություն կունենանք ծանոթանալու նրա հետ, ով նաև ցանկանում է նվիրաբերել բռնցքամարտի ռինգ, եւ թե ում ձեզ կներկայացնենք նվիրատվության հաջորդ հասցեատիրոջը։ Ողջույն սիրելի հետևորդներ, շարունակում է մեր հաղորդաշարը։ Այսօր մենք գտնվում ենք Նորթ Հոլիվուդում եւ մենք այցելել ենք Հակոբ Խաչիկյանի բնակարան։ Ունենք անակնկալ Հայաստանի սպորտի բնագավառին։ Սիրելի բարեկամներ, եկեք մտնենք տուն եւ ծանոթանանք Հակոբ Խաչիկյանի հետ։ Գնացինք։ Ողջույն Հակոբ, ինչպե՞ս ես։ Կարող եմ գալ ներս։ Սիրելի բարեկամներ, Հակոբ Խաչիկյանը Հայաստան MMA Academy-ում հանդիսանում է ձյուդո, սամբո մարզաձևով մարզվող մարզիկ։ Նա նաև հանդիսանում է մեր մարզաձևով, kickboxing մարզաձևով առաջատար մարզիկ։ Եվ մենք այսօր հնարավորություն ունենք ծանոթանալու նրա հետ, եւ թե ինչ անակնկալի մասին է խոսում, կիմանանք քիչ անց։ Մինչ Սերգալը ես դիտում էի մարզումները, եկեք իրար դիտենք։ Հակոբ, իսկ ինչ ա տալի այս մարզումները քեզ։ Այս մարզումները ինձ տալիս է իմ սխալները, որ ես պետք է սովորեմ այս վիդեոյով։ Շատ փոփոխություններ ունեմ, լիքը բաներ ես տեսնում եմ, ինչ որ փոխվել է։ Ձյուդոյով զբաղվում ես երկար ժամանակ եւ ունես մեծ նվաճումներ, որին կծանոթանանք քիչ անց։ Քո ընկերները գիտեն, որ դու ունես մեծ հաղթանակներ։ Շատ ընկերներ ունեմ, որ իմ ջյուդոյի հաղթանակների մասին գիտեն, եւ kickboxing-ից հաղթանակների մասին են շուտով իմանալու։ Հակոբ, շատ մեծ հետաքրքրությամբ կուզեի ծանոթանալ քո նվաճումներին, կարող ենք առաջանալ եւ ծանոթանալ։ Այո, եկեք ձեզ ուղեկցեմ իմ սենյակ։ Առաջինը ուզում եմ նշեմ, որ սա մրցանակները, որ այստեղ տենում եք, առաջի տեղ են։ Աշխարհի ամենադժվար կռիվներից Winter National Tournament-ն է ջյուդոյի համար։ Ես սա առաջի տեղ եմ բռնել, կռվել եմ 8 հոգու տեղ 5 հաշայինների մեջ։ Իսկ որը եղավ այնուհետև այս մրցաշարից հետո։ Նանկա։ Իսկ որտեղ էր տեղի ունենում Նանկան։ Էլի Կալիֆոռնիայում։ Կալիֆոռնիայում։ Հակոբ, ինչ ձևի ես պատրաստվում դու քո մրցաշարերին։ Ես օրը 2 անգամ պարապում եմ, ինչի որովհետև ես ելնում եմ շատ ուժեղ հակառակորդների դեմ, ես պետք է շատ ուժեղ պատրաստեմ, որ կանամ այսպես մրցանակները շահեմ։ Անհանգստություն ունես մինչ մենամարտի դուրս գալը։ Անհանգստություններ ունենում եմ։ Ահա։ Մեզ զգուշացնում են, եթե մենք գնալու ենք թուրնամենտի, թե չէ, եթե ուզում եք գնալ, քո տարբերակն է։ Ես համարյա ամեն մրցում ուզեցել եմ գնալ, բայց իմացել եմ պետք է լավ պատրաստվեմ, որ գնամ, ոնց որ ամեն մարզիկ։ Նանկան շատ դժվար էր, բայց ես այդ իմացա, որ Նանկան ելնելու է, ես ուզեցի գնամ, դրա համար շատ երկար վաղտ եմ պարապել, որ կարողանամ Նանկային մասնակցել։ Շատ լավ, իսկ այնուհետև Նանկա մրցաշարից հետո որ մրցաշարին ես մասնակցել։ Մոջիկա ջյուդո։ Եվ այդտեղ նույնպես դարձել ես հաղթող համար առաջին։ Առաջի տեղ ես լիքը հակառակորդների դեմ եմ կպել։ 9 հակառակորդի դեմ եմ կպել, սաղին ես տարել եմ։ Դաժե եթե ես մեկին է չհաղթել, ես մեկը առաջի տեղ եմ, ես 8 հոգու դաժե վաղտ կրած կմնեի։ Հակոբ, իսկ մրցաշարերից առաջ քո մարզումները չեն խանգարում քեզ դպրոցի այցելություններին։ Ոչ, ես ամեն ինչ իր ժամանակը գիտեմ, դպրոցները շատ կարևոր, ոնց տենում եք։ Մարզումներն էլ։ Այնուհետև, որը եղավ Magica Dojo Championship-ից հետո։ Էլի Նանկա։ Նանկա, ահա։ Մեկը բրոնզերից է, շատ դժվար էր, սրանից դժվար չէր, բայց այսը շատ դժվար էր։ Ես այս կռվում առաջի կռիվս տևել է 11 րոպե։ 11 րոպե քո տարիքում, իսկ դա օրենքով թույլատրվում է։ Այո, մենակետի մարդուց է, եթե ինքը հանձնվում է նոր բրծնում է, մեզ կարելի է։ Երբ ես ձեռք բերել այս գավաթը։ Էսի շատ մեծ արդյունք էր համար։ Նովիս tournament եղել 2018-ին ես ջյուդոյում եմ գրել
Սաղին ես համարյա գցել եմ գեդին, ասիկոմիով եմ պահել, էդի ջուդոյով նշանակում է պահել եմ գեդին, հաղթանակը ստացել են, լիքը մարդկանց հետ եմ ստեղ տվել։ Եվ հանդիսանում ես չեմպիոն։ Կարող եմ վերցնել սա։ Հուսով եմ շատ երեխաներ իրենց կյանքի էջերում կցանկանային, որ նույնպես ունենային այնպիսի մի էջ, որտեղ նրանք դարձել են հաղթող եւ ձեռք են բերել նմանատիպ գավաթներ։ Այս մրցաշարը դժվար էր քեզ համար։ Բավականին այո։ Իսկ դու ունես թագավորական մի հնարք, որը քեզ մոտ շատ լավ է ստացվում եւ դրանով փորձում ես հաղթել քո բոլոր հակառակորդները։ Այո, այդ տեխնիկը կոչվում է թայթոշի, ոտի մեջից բռնում ես, կարում ես իրան հեշտ։ Եվ քեզ մոտ այդ հնարքը շատ լավ է ստացվում։ Այո, մոտիկից է թե հեռվից է, եթե հեռվից մի քիչ դժվար է, ոտդ մի քիչ պետք է ավելի շատ երկարացրես, մարմինով է փորձես չգնաս, դեմ գնաս։ Հակոբ, իսկ ինչ մարզաշապիկ է այստեղ։ Սա իմ kickboxing-ի մականունն է Iron։ Okay։ Հայերեն երկաթե։ Եվ ինչպես դուք հիշում եք, Մայք Թայսոնը նույնպես կրում էր այս մականունը, եւ դու նույնպես ցանկանում ես ունենալ նվաճումներ ինչպես Մայք Թայսոնը։ Այո, բայց իրանից մի քիչ ավելի լավ։ Շատ լավ։ Հակոբ, եւ որտեղ ես պատրաստվում այս մարզաշապիկը օգտագործել։ Նյու Յորքում Ահա։ եւ ամենտեղ, որտեղ ինձ կանչեմ մենամարտի, որ ես գնամ հաղթեմ։ Մենք ունենք մրցաշար, որի համար պատրաստվում է Հակոբ Խաչիկյանը, հանդես է գալու Նյու Յորքում։ Կուզենամ խոսենք այս սերտիֆիկատներից, ինչ սերտիֆիկատներ են եւ որտեղ ես ձեռք բերել։ Սա ամենակարևորն է citizenship-ը, լիքը երեխա չի կարա էսի ստանա, որովհետև էսի մենակ այն երեխեքը կարան ստանան, ով որ լավ սովորում են, լավ երեխեք են, օգնում են։ Այցի սկզբից ես ներկայացրեցի, մենք ունենք անակնկալ, որին քիչ անց կանդրադառնանք։ Մինչ այդ, ես գիտեմ, որ դու նույնպես տանը անցկացնում ես մարզումներ։ Այ կուզենամ ծանոթանանք այդ մարզումներին, թե ինչ մարզումներ ես անցկացնում եւ ինչ հնարավորություն ունես մարզումները անցկացնելու համար։ Սիրելի բարեկամներ, ինձ հետ մարզվելիս ես մեր երեխաներին տալիս եմ հանձնարարություններ, որը նրանք պետք է կատարեն իրենց առանձնատներում։ Կխնդրեի ցույց տայր, թե ինչպես պետք է կատարենք two straight punches։ Շնչելով, բռունցքներ արա, հեռվեց, ահա։ Middle kick-եր ինչպես պետք է անել։ Ձախ եւ աջ ոտքի kick-եր։ Սիրելի բարեկամներ, խորհուրդ ենք տալի այն աշակերտներին, ովքեր մարզվում են հարվածային մարզաձևերով, ձեռք բերեք այս հնարավորությունը ձեր երեխայի համար եւ նա մարզադպրոցից բացի այդ վարժությունները կարող է ուսումնասիրել նաեւ առանձնատանը։ Հակոբ, կարող ես ներկայացնել push kick-եր։ Ինչպես է push kick-եր անում։ Ձեռքերը բերեք, ահա, գնացին։ Ինչ խորհուրդ կտաս այն բոլոր երեխաներին, ովքեր ցանկանում են սպորտով զբաղվել։ Կյանքում պետք է չհանձնվես, եթե ուզում ես դու մի բանի վրա հասնես, կյանքում չես կարող հանձնես, պետք է ինչքան կարաս փորձես եւ ուժեղ լինես։ Սիրելի բարեկամներ, ահա եկել է այն պահը, որի մասին մենք խոսում էինք։ Հակոբը մեզ ունի նորություն ներկայացնելու, հուսով եմ բազմաթիվ հեռուստադիտողների կհետաքրքրի լսել, թե ինչ է ուզում Հակոբը մեզ ներկայացնել։ Ցանկանում եմ եւս մեկ մարզադպրոցի օգնել մարզագույքով։ Քանի որ ես ապրել եմ Երևան Էրեբունի համայնքում, ես կցանկանայի օգնել այդ տարածքի մարզադպրոցին։ Շատ լավ, շատ ողջունելի է, հուսով եմ բոլոր մարզիկները իրենց շնորհակալությունը կհայտնեն քեզ, Հակոբ, եւ դու օրինակելի հայ ես Միացյալ Նահանգներում բնակվող։ Լսելով իմ հայրիկին, որ ամեն հայ պարտավոր է օգնել իր հայրենիքին եւ ժողովրդին։ Նաեւ դա է պատճառը, որ ես ցանկանում եմ լինեմ իմ հայրենիքի կողքին եւ լինելու եմ։ Հակոբ ջան, ես ուզում եմ ողջունեմ քո հայրիկին, նույնպես, որովհետև նա շատ հայրենասեր եւ հայրենասեր լինելուց բացի, նա քո կողքին է յուրաքանչյուր վայրկյան։ Եվ սիրելի բարեկամներ, շնորհակալ ենք ձեզ նույնպես, որ մեզ հետևում եք։ Քիչ անց մենք կդիտենք այն քայլերը, ինչի մասին Հակոբ Խաչիկյանը մեզ ներկայացնում էր։ Հակոբ, շնորհակալ ենք, քեզ ցանկանում ենք հաջողություններ, ես ցանկանում ենք սպորտում, ուսման մեջ հաջողություններ եւ հետագա քո կյանքում։
Ես էլ եմ շատ շնորհակալ ձեզ, որ ինձ հնարավորություն տվեցիք ներկայանալ ձեր հաղորդման շրջանակներում։ Եթե ունեցել եք ավտովթար, ապա ձեր մեքենայի վերանորոգումը վստահեք My Collision Center-ին։ Եթե ունեցել եք ավտովթար, ապա դիմեք My Collision Center ընկերություն զանգահարելով հետևյալ հեռախոսահամարին։ Վստահեք ձեր մեքենայի վերանորոգումը My Collision Center։ Ընկերության մասնագետները շտապ կմոտենան ձեզ եւ հաշված օրերի ընթացքում կվերանորոգեն ձեր մեքենան։ My Collision Center-ը ունի հատուկ առաջարկներ Կալիֆոռնիայում բնակվող հայ մարզիկների համար։ My Collision Center, մենք գնահատում ենք ձեր ժամանակը։ Ողջույն բարեկամներ, այս պահին Ույթ Ղուկասյան հաղորդման շրջանակներից ելնելով մենք գտնվում ենք Երևանի համայնքի թիվ 3 մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում, որտեղ Սարիկ Շահինյանը անցկացնում է իր բռնցքամարտի մարզումները։ Եվ ինչու ենք այստեղ, Միացյալ Նահանգներում բնակվող մեր պատանի մարզիկ Հակոբ Խաչիկյանը նվիրաբերել է գույք, մարզական գույք այս մարզական ակումբին։ Թե ինչ մարզական գույք, այդ ամենը կլինի գաղտնի։ Գնացինք։ Գտնվում ենք մարզահամալիրում, ինչ նվեր է պատրաստել Հակոբ Խաչիկյանը։ Ահա, բռնցքամարտի ռինգ։ Հակոբ Շահինյանը եւ իր նման քաջերը իրենց կյանքը նվիրեցին հայրենիքին, ամեն ինչ արեցին, որ պաշտպանեն մեր հայրենիքը, հերոսացան եւ Հակոբ Շահինյանի նոր ակումբին Հակոբ Խաչիկյանը իր կողմից նվիրաբերեց բռնցքամարտի ռինգ։ Հակոբ Խաչիկյանը մարզվում է մեր մարզական ակումբում, պատանի է, ում հայրը ծնվել է Երևանի համայնքում, ով ապրել է Երևանի համայնքում եւ ցանկացավ որ հենց Երևանի համայնքին նվիրաբերել բռնցքամարտի ռինգ։ Ես ցանկանում եմ, որ դուք նույնպես ձեր գլխավերևում ապագայում կարողանալ բարձր պահել մեր դրոշը եւ մենք հպարտություն ապրենք ձեզանով եւ ձեր մարզչով։ Հպարտանում եմ ձեր ծնողներով, որ ընտրել են այսպիսի մարզաձև եւ դաստիարակված սերունդ են դաստիարակում ձեզ։ Հաղթողը դուք եք լինելու։ Ես Սարիկ Շահինյանն եմ, բռնցքամարտի մարզիչ, ներկայացնում եմ Երևանի թիվ 3 մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը։ Այս կենտրոնում աշխատում եմ արդեն 6 տարի, ունեցել ենք Հայաստանի եւ Հանրապետական մրցաշարերի հաղթող, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, Կովկասի առաջնության հաղթող եւ ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել Ղուկասյան եղբայրներին եւ մեր Հակոբ Խաչիկյանին անակնկալի համար։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել հաղորդման շրջանակների շուրջ բոլոր այն հայերին, այն հայրենատեր հայերին, ովքեր անգամ դուրսը չեն մոռանում իրենց երկրի մասին։ Շնորհակալություն եմ հայտնում Ղուկասյան եղբայրներից եւ Հակոբ Խաչիկյանից նվերի համար։ Սա նոր հնարավորություն է մեզ բարելավել, որպեսզի մենք բարելավենք մեր արդյունքները։ Վստահ եմ, որ այս ռինգը մեզ համար կդառնա մոտիվացիա առաջ շարժվելու ու այս ռինգում կդաստիարակվեն համաշխարհային մասշտաբի չեմպիոններ։ Բռնցքամարտով արդեն զբաղվում եմ 4 տարի, ունեմ շատ հաջողություններ։ Շնորհակալ եմ իմ մարզիչից, որ ինձ ջանք ու երանգ չի խնայում, օգնում է ամեն վարքյան ինձ, որ հասնեմ իմ նպատակին։ Ես շատ ուրախ եմ, որ այս ռինգում բազմաթիվ նոր սպորտսմեններ առաջ կգնան իրենց սպորտային հաջողություններով։ Մեր հաղորդաշարը մոտեցավ իր տրամաբանական ավարտին։ Սիրելի հայրենակիցներ, խոսքս ուղղում եմ ձեզ։ Սփյուռքում ապրող մեր բարեկամներ, յուրաքանչյուր սպորտաձևի, յուրաքանչյուր մեկ մարզիկի կարող եք աջակից լինել նաև դուք։ Մեր հաղորդաշրջանակներում մենք աջակից ենք լինելու Հայաստանի Հանրապետության ֆիզիկական պատրաստությանը հայոց բանակին, Հայաստանի Հանրապետության բոլոր մարզադպրոցներին, Հայաստանի Հանրապետության բոլոր ֆեդերացիաներին, Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցների բոլոր ֆիզկուլտուրայի դասատուներին, այնպես որ մշտապես հետևեք մեր հաղորդումներին եւ եղեք մեր կողքին։ Մենք ուժեղ ենք միասին։ Այսօր ձեզ համար այսքանը։ Մարզվեք սպորտով, եղեք առողջ եւ ուժեղ։
Հայաստանի մեկ այլ մարզադպրոց թող սպասի մեր հաջորդ նվիրատվության այցին։ Միացյալ Նահանգների մեկ այլ մարզադպրոց կայցելենք մեր հաջորդ հաղորդման ընթացքում։ Հետևեք մեզ մեր YouTube-ի, Instagram-ի եւ Facebook-ի պաշտոնական էջերին եւ զերծ մնացեք ավտովթարներից։ Ձեզ հետ էին Հովանես եւ Հայկ Ղուկասյանները, ցտեսություն մինչ նոր հանդիպում։ Եթե ունեցել եք ավտովթար, ապա ձեր մեքենայի վերանորոգումը վստահեք My Collision Center-ին։ Եթե ունեցել եք ավտովթար, ապա դիմեք My Collision Center ընկերություն զանգահարելով հետևյալ հեռախոսահամարին։ Վստահեք ձեր մեքենայի վերանորոգումը My Collision Center։ Ընկերության մասնագետները շտապ կմոտենան ձեզ եւ հաշված օրերի ընթացքում կվերանորոգեն ձեր մեքենան։ My Collision Center-ը ունի հատուկ առաջարկներ Կալիֆոռնիայում բնակվող հայ մարզիկների համար։ My Collision Center, մենք գնահատում ենք ձեր ժամանակը։